Մարոժիրեր դուրեկան, հազիվին տարեկան, օ քեզ եթես բալաջա վերկաց։ Յոթանասունհինգամյա նորատատն ու 80-ամյա Լիպարիտ պապը փախստական են։ 1988 թվականին երկու որդու հետ Ստեփանակերտ են եկել Բաքվից, այնտեղ թողնելով անբուժելի հիվանդությունից մահացած երրորդ որդու գերեզմանը։ Հիմա նրանք բոլորովին միայնակ ապրում են Շուշիում։ Լիպարիտ պապը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցներում վիրավորներին է օգնել, իսկ նրանց երկու զավակները կամավոր մեկնել են պատերազմի դաշտ։ Փոքր տղաս վիրավոր էր, 2 շաբաթ պառկեց հոսպիտալում, չդիմացավ, նորից գնաց ճակատ։ Ավագ որդիս նույնպես կոնտուզիա էր ստացել, դա եղել էր Ֆիզուլիից ոչ շատ հեռու։ 2 շաբաթ այնտեղ էր մնացել ու 94 թվականի մարտին զոհվել Ֆիզուլիում։ Փոքր տղաս էլ 92-ի նոյեմբերին Մարտակերտում է զոհվել։ Զոհված տղաներից մեկը չէր հասցրել ամուսնանալ, մյուս որդու աղջիկն ու տղան ապրում են Ստեփանակերտում։ Թոռները տատուպապին հաճախ չեն այցելում ու չեն կարողանում օգնել։ Թոռս է կնոջ հետ, նրանց դրությունը նույնպես շատ ծանր է, թոռս չի հասցնում, ինչ գործ պատահի անում է, ով կանչում է գնում աշխատում է, մշտական աշխատանք չունի, 13 տարեկան էր, երբ հայրը մահացավ։ Նրանց միակ եկամուտը ամսական թոշակն է, որն աշխատանքային երկար ստաժի շնորհիվ կազմում է 53,000 դրամ։ Եկամտի շուրջ 40%-ը ծախսվում է դեղորայքի վրա։ 4 տարի անընդհատ ծախսում եմ, ոնց ասեմ ինչքան է։ Այսա շատ թանկ դեղ է, 2,500 դրամ արժե։ Ոնց եմ հասցնում, թոշակս այն չէ, որ նորմալ ապրեմ, հազիվ հազ հասցնում եմ, հազիվ կազմակերպում։ Այս տարի նույնիսկ փայտ չեմ գնել, միայն լողանալու դեպքում եմ փայտ վառում, այ էս վառարանի մեջ, խնայում եմ ինչքան կարողանում եմ, գազ չեմ վառում, խնայում եմ։ 53,000 դրամով լուծվում է միայն սննդի ու դեղորայքի հարցը, ծերունիներն այլ ծախսեր անել չեն կարողանում։ Սառնարան չունեմ, տանս ամեն ինչ եղել է, բայց շարքից դուրս է եկել։ Հարևանից կանչեցի, որ սառնարանի ռելեն փոխի, չգիտեմ ինչ արեց, շարժիչն այրվեց։ Ամռանը շատ դժվար է առանց սառնարանի, պրոբլեմները շատ են։ Սովորել եմ արդեն, համբերում եմ, արդեն 16 տարի Շուշիում եմ եւ ահա այսպես տանջվում եմ։ Ոչ մի օգնական չունեցող տատն ու պապը իրենք են երբեմն օգնում զոհված որդու տղային։ Գալիս է, իսկ տատիկը չի կարող մերժել։ Հայրը մահացած է, այսպես կարիքի մեջ եմ։ Նաև խնդիր ունեմ զինկոմիսարիատի հետ, մեծ տղայիս համար ինձ թոշակի հավելում չեն տալիս։ Ամենամեծ խնդիրը սակայն դա չէ։ Նորատատը խորհրդային տարիներին բանկում ունեցել է բավական մեծ խնայողություններ, իսկ հիմա, ինչպես ինքն է ասում, մնացել է ձեռնունայն։ Հիմա ստացվում է, որ մնացել ենք ձեռնունայն, ավանդների հետ կապված խնդիր ունեմ։ Բանկային 2 գրքույկ ունեի, մեկն իմն էր, մյուսն էլի իմն էր։ Եղբայրս Ղազախստանից եկել էր, չէր իմացել, որ հաշիվ ունեմ, նորն էր բացել։ Այդպես ես 2 ավանդ ունեցա։ Եվ հիմա դրանց հետ կապված խնդիր ունեմ, չգիտեմ, կարող եմ ստանալ այդ գումարները։ Այս կարիքի մեջ դա շատ մեծ օգնություն կլիներ։